Ժողովուրդ ջան, փակվող դպրոցների թեմայով հայաքվեի արշավը տալիս է իր արդյունքը։ Իշխանությունը ստիպված արձագանքում է հանրությանը հուզող այս խնդրին։ Օրեր առաջ Ժաննա Անդրեասյանն էր նեղսրտել այս հարցի շուրջ աղմուկից։ Այսօր էլ կառավարության նիստում արդեն ստիպված սկսեց խոսել ինքը Փաշինյանը, կրթության եւ բարեկրթության հետ կապ չունեցող մարդ, ով հանրային խոսքի մեջ դիմում է հայհոյախոսության ու այդպիսով օրինակ ծառայում մատաղ սերնդին։ Ու հիմա ինչ է ասում այս մարդը։ Երբ հարց ենք բարձրացնում, որ լեռնային ու բարձր լեռնային գյուղերից դպրոցականների տեղափոխումը ամեն օր, հատկապես սառնաշունչ ձմռանը, մեծ պրոբլեմ է ընտանիքների համար, որի պատճառով այդ ընտանիքները ստիպված են լինելու կամ երեխաներին դասի չտալ, կամ լքել գյուղը, հակադարձում է, թե բա այդ ոնց է լինում, որ Երևանում մարդիկ իրենց երեխեքին դպրոց են տանում ու բերում իրենց տներից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Պատկերացնում եք համեմատությունը, պատկերացրեք Շիրակի, օրինակ Գառնարիչ գյուղից Ախուրյան բերելը նույնացնում է Մասիվից Երևանի կենտրոն բերելու հետ։ Ու ասում է, բա թողենք երեխաները ցեխի մեջ մնան, ուրեմն գյուղի հետ կապված քո ամենավառ տպավորությունը ցեխն է։ Ժողովուրդ ջան, շարունակում ենք ճնշումը, ինչպես թոշակների հարցով կարողացանք հաջողություն արձանագրել, այնպես էլ այս հարցով ենք հասնելու հաջողության։